Իսկ դուք գիտեիք, որ հին Հունաստանում ապրում էր Ավգիաս անունով մի արքա, նա անբավ հարստության տեր էր, հատկապես բազմաբյուր էին նրա նախինները, ձյունաճերմակ ոտքերով բոսորավուն ցուլեր, երկարոտը նժույգներ ու էլի ինչքան ասես կենդանիներ համալրում էին նրա նախինները։ Ախոռներում կուտակվել էր աղբը, եւ ոչ մի ծառա դրանք մաքրել չէր կարողանում։ Մի օր Ավգիաս թագավորի մոտ է գալիս հզոր Հերկալեսը եւ այսպիսի առաջարկ է անում. «Արքա, տուր ինձ քո նախինների 10-րդ մասը, եւ ես մի օրում կմաքրեմ քո ախոռները»։ Ավգիասը քթի տակ սոսկ ժպտում է։ Նա անհնար է համարում այդպիսի աշխատանքը, բայց համաձայնում է Հերկալեսի պայմանին։ Հերկալեսը իսկույնևեթ քանդում է ախոռների պատերը, ապա այդ կողմերով հոսող երկու գետերի հունը փոխում է եւ ուղղում դեպի Ավգիաս արքայի ախոռները։ Ջրերի ուժգին հոսքը մաքրում է տանում ողջ գոմաղբը։ Հերկալեսը գետերի ջրերի վերադարձնում է իրենց տեղերը եւ նորից շարում է ախոռների պատերը։ Ավգիաս արքան զարմանքից ու նեղսրտությունից քարացել էր։ Նա չէր ուզում, որ իր նախինների 1/10 մասից զրկվեր։ Հերկալեսը մոլեգնում է, գոռում, ոտքը գետնին է զարկում, բայց այդպես էլ դատարկաձեռն վերադառնում է իր երկիրը։ Այս զրույցից էլ սկիզբ առավ Ավգյան ախոռ արտահայտությունը։